Ասգարդ, հրաշքների թագավորություն և աստվածների տուն, այստեղ սարերի վերևը բարձրանում է Վալխալան և իջնում է ծիածանից պատրաստված կամուրջ բիվրոթե, ինչքան էլ հզոր չլինի այն, պաշտպանված չէ Յոթնհեյմի հսկաներից, որոնք ուզում են վերացնել աստվածներին։ Մի անգամ, երբ Տորը գնաց նրանց հետ կռվելու, Ասգարդ բարձրացավ մի մարդ մոխրագույն ձիու վրա։ Նա ուներ մի զարմանալի առաջարկ։ Նա առաջարկեց պատրաստել մի այնպիսի պատ, որի վրա ոչ ոք չի կարողանա բարձրանալ կամ ջարդել այն։ Բայց փոխարենը ուզեց արևը, լուսինը և Ֆրեյային։ Աստվածներին դուր չէր եկել պայմանը, և նրանք ուզեցին մերժել, բայց Լոքին ուներ ուրիշ առաջարկ։ Լոքին առաջարկեց տալ այնքան քիչ ժամանակ, որ մարդը չհասցնի վերջացնել աշխատանքը ժամկետին։ Այդպես նրանք ոչ միայն ոչ մի բան չեն կորցնի, նաև նրանք կստանան խոստացված պատի մեծ մասը անվճար։ Ֆրեյան համաձայն չէր, բայց մնացած աստվածները համաձայնվեցին և ընդունեցին առաջարկը։ Աստվածները տվեցին մարդուն մի ամբողջ ձմեռ, բայց այն պայմանով, որ նա չի օգտվի ուրիշների օգնությունից։ Թեկուզ պատի ամենամանր մասը պատրաստ չլինի, մարդը չի ստանա իր ապարգևատրումը։ Աստվածները խոստացան մարդուն, որ ոչ ոք իրեն չի խանգարի։ Մարդը առաջին օրվա ընթացքում դրեց հիմքը և գնաց քար բերելու։ Առավոտյան, երբ աստվածները տեսան մարդուն, նրանք շատ անհանգստացան։ Ոնց աստվածները ասել էին, մարդը չուներ օգնական, բայց իր ձի Սվադիլֆարին այնքան շատ քար էր քաշում, որ հետևից փոս էր առաջանում։ Ձմեռը շարունակվում էր։ Մարդը շինում էր, ձին քար էր քաշում։ Ոչ մի բան չէր կարող իրենց կանգնեցնել։ Շուտով սկսվելու էր ամառը։ Մարդուն մնաց պատրաստել միայն մուտքը։ Աստվածները հասկացան, որ ոչ միայն կզրկվեն Ֆրեյայից, նրանք կզրկվեն արևից և լուսնից։ Աստվածները ուզելով հասկանալ, թե ինչու են համաձայնվել այդպիսի առաջարկին, հիշեցին Լոքիի առաջարկը։ Լոքին արդեն չէր զգում իրեն այդքան խելացի։ Աստվածները խոստացան իրեն շատ դաժան մահ, եթե նա չհորինի, թե ինչպես մարդուն թողել առանց պարգևատրում։ Լոքին խոստացավ, որ ամեն ինչ կուղղի և գնաց։ Այդ ժամանակ արդեն գիշեր էր և մարդը արդեն պատրաստվում էր գնար վերջին քարերի հետևից։ Մարդը կանչեց Սվադիլֆարիին, բայց նա տեսավ մի ձի կողքի դաշտում և մոռացավ իր տիրոջ մասին։ Մարդը ուզեց բռնել Սվադիլֆարիին, բայց ձին արդեն վազեց անտառի խորքը։ Մարդը հասկացավ, որ այդ ձիուն ուղարկել էին աստվածները։ Մարդը գնաց աստվածների մոտ, բայց իր իսկական տեսքով, ինչպես ահռելի հսկա։ Բայց դա եղել էր շատ անհեռատես որոշում։ Տորը արդեն վերադարձել էր Ասգարդ։ Երբ աստվածները իմացան, որ իրենց տանը կա հսկա, ասեցին, որ չեն պահելու իրենց խոստումը։ Միակ պարգևատրումը, որը ստացավ հսկան, եղել էր Մյոլների հարվածը։ Աստվածները դրեցին վերջին քարերը պատի վրա և սկսեցին տոնել իրենց հաղթանակը, բայց Լոքին Ասգարդում չէր։ Վերադարձավ մենակ մի քանի ամսից, իր հետևից նա քաշ էր տալիս 8 վոտանի մտրուկ։ Մտրուկի անունը արդյունքում դրեցին Սլեյպներ։ Սլեյպները երբ մեծացավ, դարձավ Օդինի ձին, նա կարողանում էր վազել քամուց արագ։ Լոքին այդպես էլ չպատմեց, թե որտեղից գտավ Սլեյպներին։